Ես 2018-19 թվականին եւ ընտրվեցի պատգամավոր տնտեսական հանձնաժողովում, սկսեցի ուսումնասիրել բանակի խնդիրները եւ տեսա մի պատկեր, որ բանակը զորակոչվում, զորակոչի ենթականների 46%-ը ու մտահոգությունս հայտնում էի մեր պատգամավորներին, գործընկերներին, նաեւ օրենսդրական նախագիծ բերեցի, որով կարող են վճարել 10 միլիոն եւ ծառայել 1 ամիս, գործընկերները ընդդիմադիր, դուք այն չմնաք ընդդիմադիր, իշխանական, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբ, բոլորը ասում են անթույլատրելի է։ Բոլորը պետք է ծառայեն 2 տարի ժամկետով, չի քննարկվում։ Սարգսյան Հայկը պարտվեց եւ նախագիծը չընդունվեց։ Գնացինք, բոլորը պիտի ծառայեն։ 2019 թվականին թիվը իջավ 44%։ Բոլորը պիտի ծառայեն։ 20 թվականին 43%։ Բոլորը պիտի ծառայեն։ 21 թվականին թիվը իջավ 31%։ Բոլորը պետքա ծառայեն։ 2022-2023 թվականին թիվը իջավ 31.4%։ Այսինքն մենք անընդհատ որ գոռում ենք, որ պիտի բոլորը ծառայեն, բայց այդ գոռացողների մեջ կան մարդիկ նույն ազգային ժողովում, որ իրաց տղեկը առողջականով ազատվեցին լինելով շատ ուժեղ տղեկ։ Սրա մասին է խոսքը, որ մենք ինչ մտածում ենք, դա չենք արտահայտվել վերջին տարիներին։ Ու դա որ վերաբերում է եւ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներին եւ նախարարներին եւ բոլորին։ Ինչ է նշանակում գոռանք բոլորը պետք է ծառայեն, տենում ենք 46%-ից թիվը իջավ 31 զորակոչի։